Մյուս հարցը, չար ցանկությունների նշանակետը ի՞նչն է։ Անմիջականորեն ինչի վրա է ազդում մարդու ցանկությունը։ Ամենառաջինը ում հետ է զրուցում այն կամ կիսվում իր զգացմունքներով, իր երազանքներով, ում հետ է նա խոսում։ Առաջին նա խոսում մարդու մտքի հետ։ Դա հենց երևում է այս երկու բառերից՝ հրապուրանք ու խաբկանք, որովհետև մարդու միտքն է հրապուրվում, մարդու միտքն է խաբվում ինչ-որ մի գաղափարից կամ ցանկությունից։ Մարդը խաբվում է, երբ իր մտքում հավատում է կամ համաձայնվում է այդ ստի հետ, այդ ցանկության առաջարկի հետ։ Եվ այդտեղ սկսվում է այս գործընթացը, մոլորվելու գործընթացը։ Ինչպես օրինակ, երբ դու ցանկանում ես ձեռքդ բարձրացնել, այն իրականում հետևյալ ընթացակարգով է լինում։ Քո ցանկությունը իր ուզածը արտահայտում է կամ ներկայացնում է քո մտքին, դու սկսում ես մտածել դրա մասին, ու երբ քո միտքը համաձայնվում է այդ ցանկության հետ, հետո մարդը որոշում է կայացնում իրականացնել այդ ցանկությունը։ Դա պարզապես մի ակնթարթի մեջ է, որ մենք չենք էլ նկատում, թե ինչպես են տեղի ունենում։ Այդ որոշումը ուրիշ խոսքով ասած մարդու կամքն է, կամքի արտահայտումն է։ Ահա ես ունեցա այդ ցանկությունը, բայց նախ պետք է մտածեմ այդ ցանկության մասին ու հետո որոշեմ իրականացնել այն, թե ոչ։ Ու այդ որոշումից հետո այն դառնում է գործողություն։ Ցանկությունը եւ կամքը դրանք տարբեր բաներ են։ Կամքը դա մարդու որոշումն է, համաձայնությունն է։ Երբ ես համաձայնվում եմ իմ մտքով այդ ցանկության հետ, միտքս հրահանգ է տալիս ձեռքիս եւ ձեռքը իրականացնում է այդ հրահանգը։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Եթե իմ ցանկությունն ասում է ինձ, ես ուզում եմ գնալ Չինաստան։ Հիմա ինչ, եթե իմ մեջ ծնվեց այդ ցանկությունը, ես հայտնվեցի հիմա Չինաստանում։ Ոչ։ Որքան էլ ուժեղ ես ցանկանամ այս պահին, այն չի իրականանա այդ վայրկյանին։ Նա իր ցանկությունը հայտնում է մտքին, իսկ ինչ ասում միտքը։ Միտքը այդ պահին վերլուծում է այդ ցանկությունը։ Ու ինչ է պատասխանում։ Ասում ես դու գիտես, ինչեր են անհրաժեշտ, որ դա իրականություն դառնա։ Միտքը սկսում է վերլուծել այդ ցանկությունը իրականություն դարձնելու ճանապարհները, միջոցները եւ հնարավորությունները, որպեսզի գնահատական տա կամ պատասխանի, կարող ենք դա իրականացնել, թե ոչ։ Մարդու ցանկությունը անզոր է միայնակ գործողություն իրականացնելու համար։ Նրան անպայման պետք է գործընկեր, եւ այդ գործընկերը նրա մարդու միտքն է։ Դրա համար մարդու չար ցանկության անմիջական գործը մտքի հետ է, եւ նրա հրապուրանք ու խաբեությունը ուղղված է մտքին։ Եթե այն համոզեց մտքին իր ուզածը, եւ միտքն էլ հավատալով այդ ցանկությանը սկսի մտածել դրա իրականացման մասին, ապա միտքը արդեն պարտված է։ Այն անցնում է գործի, այն աշխատում է արդեն իրականություն դարձնելու այն, ինչ ես ցանկացա։ Այստեղ է որոշիչ պահը։ Այստեղ է մարդու պատերազմը եւ չար ցանկության դեմ հաղթանակ տանելու պահը։ Ու այն սպանելու ժամանակը, այլապես այն կդառնա մեղավոր գործողություն ժամանակի ընթացքում։ Այստեղ է որ Հիսուսի միտքն ունեցողը, Աստծո խոսքով նորոգվող միտքը անմիջապես զանազանում է չար ցանկության խորամանկ գործունեությունը եւ գործում է հակառակ դրան եւ տոնում է հաղթանակ հենց այդ պահին։ Ուրեմն ցանկությունը եւ միտքը նրանք երկու գործընկերներ են, նրանք գործում են միասին կամ իրականացնելու բարին կամ իրականացնելու չարը, առանց մեկը մյուսի չի կարող գործել։ Քանի որ սեփական ցանկությունները խաբում են մարդուն, ուրեմն չպետք է վստահել ու հավատալ այդ ցանկություններին։ Այլ հոգևոր միտքը պետք է քննի, թե որքանով է այն Աստծո կամքը իրականացնում։ Որից հետո պատասխան տա ցանկությանը. այո, մենք իրականացնելու ենք սա, կամ ոչ, մենք դա չենք իրականացնելու։ Ու այստեղ այդ չար ցանկությունը կպարտվի։ Ու տեսեք հաջորդ բառի իմաստը, թե ինչ գեղեցիկ ձևով կապված է այս նույն գաղափարի հետ։ Հաջորդ նկարագրությունը երկրորդ։ Չար ցանկությունը ծնում է մեղք։
15-ում ասում է այնուհետև ցանկությունը հղանալով մեղք է ծնում։ Ինչ է տեղի ունենում, երբ միտքը չի մերժում չար ցանկությունները ու չի գնում հոր կամքի կատարման ետևից։ Ինչ է լինում, ցանկությունը սկսում է հղանալ։ Ուրեմն այստեղ այնուհետև բառը նախ ասեմ, որ ցույց է տալիս գործընթացի շարունակությունը։ Ինչ տեղի ունեցավ, ու այնուհետև տեսեք ոնց է գործընթացը շարունակվում։ Հաջորդ զոհը, չար ցանկության հաջորդ զոհը մարդու որոշում է, կամքն է, որոշման վրա իր ազդեցությունն է։ Հունարեն հղանալ բառը շատ հետաքրքիր բառ է, այն օգտագործվում է 3 տարբեր իմաստներով՝ բռնել, հղիանալ կամ օգնել։ Եվ այս ամենը միասնական մասնակցության միջոցով։ Սուրբ գրքում տարբեր համարներում այս 3-ը տարբեր կերպով օգտագործվում են։ Ուրեմն սա սուլամբանո բառն է, բաղկացած է 2 արմատից։ Սունը նշանակում է միասին կամ միասին մասնակցություն ինչ-որ գործին, իսկ լամբանո նշանակում է բռնել։ Ինչպես հղիությունը 2 անձի միասնական մասնակցության միջոցով է տեղի ունենում, հիմա այս համեմատության միջոցով Հակոբոսը ցույց է տալիս, որ երկուսի մասնակցության միջոցով ծնվում է այս հաջորդ ընթացքը, շարունակվում այս հաջորդ ընթացքը դեպի մեղք, ծնվում է մեղքը։ Որոնք են այս 2 մասնակիցները։ Կռայեցիք նախորդ հատվածից։ Միտքն ու չար ցանկությունը, չէ՞։ Չար ցանկությունը եւ մարդու խաբված միտքը։ Երբ այս երկուսը դառնում են համախոհներ, իսկ միտքը համաձայնություն է տվել այդ չար ցանկությանը իրականություն դարձնելու, նրանք միասին շարունակում են գործողությունը։ Ու միասին ի՞նչն են բռնում։ Նրանք երկուսով գերի են բռնում մարդու կամքը, որից հետո մարդը որոշում է իր կամքով գործնականում իրականացնել այդ չար ցանկության երազանքը։ Եվ արդյունքում տեղի ունենում գործնական մեղք։ Կամ ուրիշ խոսքով ասած, այն, ինչ Աստծո կամքի ու ծրագրից դուրս էր։ Երբ հասնում է որոշում կայացնելու ժամանակը, երբ քո կամքը արդեն ձևավորվել է, պետք է քեզ հարց տաս. արդյոք իմ միտքը ճիշտ վերլուծություն է արել իմ մեջ եղած ցանկությունը։ Գուցե քո միտքը սխալվել է Աստծո կամքի ճիշտ ճանաչողության մեջ, այս կոնկրետ ինչ-որ հարցի շուրջ։ Գուցե այն քո ցանկությանը տվել է բարի գնահատական, այնինչ այն իրականում չար էր ու այն քեզ մոլորեցրել է։ Այն գրավել է քո միտքը։ Դրա համար պետք է միտքդ ուղղես Աստծո խոսքին ստուգելու, արդյոք քո խոսքի ճանաչողության գիտելիքները տվյալ խնդրի մասին բավական են, որպեսզի դու իրապես հասկանաս Աստծո կամքը այդ հարցի լուծման համար։ Գուցե դու ինչ-որ բան սխալ ես մեկնաբանել Աստծո խոսքից ու եկել ես սխալ եզրակացության։ Դրա համար մենք կարիք ունենք Աստծո իմաստությամբ լցված հասուն եղբայրների խորհրդի, քանի որ Առակաց 11:14-ն ասում է ժողովուրդը առանց առաջնորդության կընկնի, բայց խորհուրդների բազմությամբ փրկություն կլինի։ Շատ հաճախ մենք չենք կարող նկատել մեր սխալ համոզմունքների կամ մեր սխալ մտքերի արմատը կամ ինչ լինելը, մոլորված լինելը, թե ոչ։ Եվ մենք կարիք ունենք մեկս մյուսի, որպեսզի քույրս եղբայրս գա Աստծո խոսքով ու ինձ օգնի, որ ես լուսավորվեմ այդ խոսքով։